Ողջույն, Գործարարալիքի եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է, մենք խոսում ենք նախկին սպյուրքահայերի հետ, խոսում ենք հայրենադարձության մասին։ Այսօրվա մեր հյուրն է Թալին Միրզախանյան, ողջույն Թալին ջան։ Ողջույն։ Դուք եկել եք Բարսկաստանից։ Այո, Տիրան։ Մեզ ասեք, երբ եք եկել ու ինչի համար եք որոշել հայրենադարձել։ Հիմնականում 2018-ին տեղափոխվեցի, բայց իրականում մենք արդեն 2004-ից ամեն տարի գալիս գնում էինք անշուշտ արձակուրդներին որպես տուրիստ, բայց դե Փառք Աստծո տունը ունեցանք եւ 2018-ին արդեն որոշեցի անկախ դրանից, որ ամեն ինչ Պարսկաստանում արդեն դասս էի ավարտել, աշխատանքս ունեի ամեն ձև կայացած, բայց թողնել ու գալ տեղափոխվել հայրենիք։ Ոնց է այդ որոշում Պարսկաստանում մի ընտանիքի մեջ մի աղջիկ, ոնց է այդ առավոտ արթնանում եք որոշում եք Հայաստան գնալ, թե ինչպես է գալիս այդ շատերի համար շատ դժվար որոշում, իհարկե մինչև հիմա չեն էլ ուզում կան, բայց ծեր համար սենց ինչպես է կատարվել այդ որոշումը։ Որ ճիշտն ասեմ, շատ հեռավոր փափագ էր դա։ Որոշում չկայացավ, առիթը ստեղծեցինք։ Տեսեք, ես արդեն քանի որ հիշում եմ, նկարել եմ Սիսու Մասիս, դպրոցում, միությունում, ընտանիքում, կարդացել եմ Մեսրոպ Մաշտոցի մասին, նկարել եմ թեկուզ Մատենադարանի այդ պատկերը, եւ սենց լրիվ Հայաստանի հոգով մեծացել ենք։ Այնպես որ երևի այդպես ենք դաստիարակվել, որ վերջը մենք պիտի Հայաստան լինենք։ Եվ կամաց ոնց որ դռները բացվեց, արդեն սկսեցինք գալ, կամաց ոնց որ կայանում էինք։ Ամեն վերադարձին մտածում էինք, որ նորեն ոնց որ Պարսկաստան ենք տուրիստ վերադառնում, եւ պետք է նորեն հետ վերադառնանք հայրենիք։ Արձակուրդը հագարակն է դառնում։ Ոնց որ այդպես էր լինում, անկախ դրանից, որ ամբողջ կյանքը դաս աշխատանք այնտեղ էր կայանում, բայց ինչ որ ուզում էինք որոշել, դասավորել, ծրագրել, մտածում էինք լավ, բա Հայաստան երբ ենք գնալու, այս ամիս այնտեղ ենք լինելու, այնինչ թվականին, այնինչ բանը կա, այդպես որ արդեն տեսանք չի լինում, որ երկու տեղ սենց մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ, եւ ես որոշեցի մի անգամից թողնել ամեն ինչ, աշխատանք եւ ընտանիք նույնիսկ։ Ընտանիքը ոչ այլ իմաստով, որովհետեւ բոլորը միշտ գալիս գնում են, երկար ժամանակ մնում են, դե այդպես թողնել, չէր, ավելի շուտ թողնել Պարսկաստանը, լրիվ անցյալ կյանքը, կայացած կյանքը, հնարավորությունները, առիթները, աշխատանքի, դասի, ամեն ինչի եւ գալ եւ ամեն ինչ նորեն սկզբից սկսել լրիվ այլ կերպ։ Իսկ ամեն անգամ որ գալիս եք, ասում եք ամեն տարի գալիս ենք, ամեն անգամ որ գալիս եք, այդ միտքը հասունանում էր, որ ես ուզում եմ գալ, բայց այդ ուզում եմ գալը չի վերջանում, դենց պիտի ասեք, որ ուզում եմ գալ եւ ինչ անել այստեղ, նաեւ աշխատանքի առումով։ Այդ ամեն տարի գալուց հասունանում էր, ու դուք որոշել էիք ինչ անելու եք Հայաստան որպես կորձ, որ այդքան ոտքի գանկնեցիք ու ասեցիք գնում եմ այնտեղ, որտեղ ոչ ոք չի գնա առանց որոշելու, որ այնտեղ ինչ պիտի անեմ։ Այո, մի ամիս, երկու ամիս կապրես, բայց այդ ծրագիրը գարց էր մտքի մեջ։ Ներեցեք, որ ուզում եմ այսպես ասել, պատասխանել։ Հիմնականում քանի որ գնամ ինչ պիտի անեմ, կար, չէր ստացվում։ Եվ կարծում եմ շատ իմ շրջապատ մարդիկ, որ գնանք ինչ պիտի անենք եւ շատ լավ է, որովհետեւ կա ընտանիք, կա երեխա եւ սա պետք է հաշվարկվի, բայց երևի բարեբախտաբար ինձ համար, քանի որ ես մենակ էի, այդպես չունեի երեխաներ, այո, որոշեցի ես գնում եմ, մի բան կանեմ։ Շատերն են սենց ասել, դուք միակը չեք, գնամ մի բան կանեմ շատերի մոտ։ Եվ ամեն ինչ փորձեցինք, այսինքն որ եկա նախ շատ պատրաստված եկա, քանի որ նոր էի ճարտարապետությունս ավարտել, մագիստրոսական,
Civil Engineering, Road and Transportation, այսինքն ճանապարհաշինարական մասնագիտացված այդ ուղղության վրա եւ մտածում եմ դե արդեն Հայաստան շատ ճանապարհաշինարություն կա հիմա շատ են առաջանում այդ ասպարեզում հաստատ ես շատ լավ գործ կգտնեմ լինելով այդ բարձր կրթության տերը կամ ինչ որ Հայաստանում մենք այդքան որ ես գիտեմ չունենք ճանապարհաշինարական բաժին դա էր ասածիս իմաստը միտքը որ կարող եմ ինչ որ չափով օգտակար լինեմ բայց շատ հետաքրքիր էր ինչ դուր որթագեցինք թեկուզ այդ դուրը փակվեց ընդհանուր կազմակերպությունը փակվեց այդ ընկերությունը հեռացավ չեղավ որ չեղավ Եվ ես սկսեցի գոնե դաշնամուր դասավանդել, չգիտեմ, իսպաներեն լեզու դասավանդել։ Ինչ գիտեիք ցեղանի վրա դրիկ։ Այո, իսպաներեն, հայերեն, պարսկերեն, անգլերեն։ Չգիտեմ, դաշնամուր։ Հանուն ստեղ մնալու։ Այո։ Եվ դե շատ վերջը դերակատար էր, տունը կար եւ ինձ համար դա այդ ապահովություն էր։ Այնպես որ շատ էլ ուրիշներին չմեղադրենք մյուս մարդկանց որ դժվարանում են տեղափոխվել գոնե ինչ որ չափով տունը կար ես մենակ էի այո բայց ինձ համար էլ թեպետ դժվար էր քանի որ Պարսկաստան արդեն շատ կայացած էի տարբեր իմաստներով տարբեր ոլորտ տարբեր իմաստներով ճիշտ այո թե աշխատանք թե ամեն ինչ բայց մեկ անգամից մտածեցի այս սերը, այս ցանկությունը, այս փափագը կարժի որ փորձեմ անկախ դրանից որ եթե պիտի չհաջողեմ, բայց թող այդ համը զգամ հայրենիքին իրական որպես հայաստանցի որպես ապրող թող զգամ այդ համը Իսկ Տալին ջան դուք եկաք դեսակ որ ձեր բնակավարը ձեր մասնակցությունը չստացվեց, սկսակ ուրիշ բաներ անել այդ հիաստապությունը չեղավ ձեր մեջ ինչի հաշվին որ յանքը ստեղ շատ ավելի լավ էիք ուրախ էիք ապրում որովհետև դրա համար ուզում էիք անպայման մնալ թե չէ արդեն չի գուզում հետ վերադառնալ որ չասեն որ գնացիր քո ասածը չեղավ ինչն էր այնտեղ յանքի որակներ ձեր ստեղ քաշում Այո, իմ շրջապատը Փարքաստու այդպես չէին, որ գնացիր չեղավ կամ ինչ, այսինքն դա բոլորովին մտքովս չի անցել երբեք։ Ինքան շատ էի սիրում գալ, իմ շրջապատն էլ համարյա նույն տեսակ մարդիկ են։ Ինչն էիք սիրում, մեկը դե դասեք։ Այո, բացի առավոտ մասիսը մի րոպե է այդ հետո։ Ճիշտ է, չէ, հայրենիքի հոտը, թեկուզ փողոցների հոտը, թեկուզ ժողովուրդը շուրջս, այսինքն քիչ համասնություն չէի մեծամասնության մեջ։ Ձեր նման ժողովուրդը ավելի շատ էր, քան Բարսկաստանում, երբ որ ջամփայիշն եք։ Ձեզ նմանվող մարդիկ, որպես հայեն։ Դա ձեր նմանվողը է դա, չենք ասում լավ ավա դա այնտեղ, բայց ձեր նմանվող մարդիկ, ձեր նման մտածող թեկուս ասենք նույն գրոնքի ենք, նույն ծևով ենք մտածում, չենք ծածկում մեր գլուխը։ Այդ ծածկել այնքան արդեն մենք վարժվել էինք եւ այնտեղ էլ մեր հարմարությունները, առիթներն ունեինք միություններում, եկեղեցիներում, դպրոցներում, բայց մի հատ բայց կա։ Այդ բայցը արդեն երբ որ բայցը ասում ես այդ առաջին մասը ոնց որ հարցականի տակ է գնում, ուժը ձեռքից տալիս է այստեղ այդ բայցը չկար ես եմ եւ աշխատեցի համակերպվել համայնքին այստեղ ժողովրդին ես մենք ու իրանք ու այսպես բաներ չեղավ հենց հանում եք դուք արդեն մակրվում է այդ հարցը հենց ձեր մեջից հանում եք այդ մենք ու իրենքը չես սպասում շրջապատից դու եթե հանում ես ոչ մի բան չի բادرվում բոլոր հյուրերը որ մեր նման մնացել են ես 21 տարի է եթե հանում ես այդ մենք ու թուկը արդեն ոչ մի բան չի մնում այդ հարցը լուծվում է անցնում ես ուրիշ հարցերի ու դրա համար մենք գոհ ենք ու ուրախ ենք որովհետև զգում ենք որ բոլորը մեր նման մարդիկ են մեր նման մարդիկ են եւ անշուշտ երբ որ տեղափոխվել ենք պետք է մենք ենք որ համակերպվենք որոշ չափով այո ավելի շատ քան Գերմանիա կամ Իտալիա կամ Ամերիկա այո որովհետև համակերպում ենք էլի մենք մերոնցով ոչ էլի օտարով իհարկե դա շատ ինձ նպաստեց շատ հեշտ
ընդունել փոփոխությունը, շատ հեշտ ընդունել դժվարությունը եւ փառքաստու ճանապարհն էլ դյուրին եղավ, հաճելի եղավ։ Ձեր շնորհիվ, գիտեք ինչան տրագան մտածեցիք, դուք եթե այդ ճանապարհաշինության մեջ կորց չգտնելը ցեզ լիներ մեծ խոչընդոտ, կասեիք չստացվեց, կգնայիք, դուք մնացիք, փորձեցիք Տաշնամուր դասավանդել անգլերեն, չգիտեմ իսպաներեն եւ այլն, այդ մարդահրավերի արժեվ կանգնելը շատ կարեւոր է։ Ու հետո շարունակեցիք ուր հասակ, որի մեջ խորացաք։ Այո, ես նախ ասեմ, որ մասնագիտությամբ քանի տարբեր ուղղություններ եմ սովորել եւ որոշեցի, օքեյ, Հայաստանում այսքան հանգիստ է, նորեն հետ վերադառնամ իմ հոգեբանության քիչ գրքերս Էդել ծեր մասնագիտության առաջին մասնագիտության Բացի ճանապարհաշինության Այո, ես նախ առաջին անգամ որ համալսարան մտա ֆիզիկա եւ հոգեբանություն եւ անգլերեն իրարից Այո, 3 հատ տարբեր ուղղություններ փոխվեցի, որովհետեւ մեզ մոտ բավականին դժվար է մուտքի քննությունը եւ հանձնել եւ մուտք գործել համալսարան եւ դե այդ ինչպես ասած Բարը հիմա մոռացա, այդ կար, որ եթե լավ աշակերտ ես, լավ սովորող ես, պետք է այնպես ինժինիերինգ դասեր վերցնել, այս եւ այն սովորել, որպես տարբերություն լինի լավ սովորողի եւ միջին սովորողի միջեւ եւ բայց դե ես հոգեբանությունը սիրում էի, լեզուները սիրում էի, կողքից նրանք է շարունակեցի, բայց դե երկու հատ էի կարող ընտրել, դա էլ հարցականի տակ էր իհարկե, կողքից հոգեբանությունը սովորեցի Ֆիզիկան ավարտեցի, հոգեբանությունը ավարտեցի եւ հետո նորեն ինժինիերինգը այդ խոսքերի պատճառով որոշեցի դե մաստերզս գնամ ինժինիերինգ եւ նորեն այդ ընթացքին բավականին ուրիշ լեզուներ, մի քիչ հայերենը ստորացրեցի, ուրիշ լեզու ու արդեն Հայաստան որ կայի, ասեցի օքեյ, գործը այդպես չստացվեց եւ ես ավելի ազատ ժամեր ունեմ, կամաց հոգեբանությանս Ավելի կարևոր է հոգեբանությունը քան ճանապարհաշինությունը։ Այո, մարկա նախ ինքս իմ հոգու ճանապարհը շինը, քանի դե մարդկանց։ Այո։ Եվ այդպես կամաց սովորեցի, սկսեցի այսինքն վերականգնել, նորեն վերհիշել, այստեղ որպես մարդկանց հետ ավելի շփվեմ։ Հաճախեցի տարբեր համալսարաններ, դասընթացներ, կենտրոններում այլ եւ այլ։ Դասավանդեցիք, դասավանդեցիք։ Ավելի գադարելակորձեցիք։ Այո, միջավայրում լինել, որպես աշակերտ էի մասնակցում։ Միջավայրին ծանոթանալ, դաշտին ծանոթանալ եւ կամաց սկսեցի շարունակել ուսումս հոգեբանության մեջ։ Դե COVID-ն էլ ինձի համար դրական հետևանք թողեց, քանի որ դե մնացի Հայաստանում, ոչ ոք գալ-գնալ չէր լինում եւ նպաստեց նաեւ դրան, որ շատ զարգացան on-line դասավանդումները, դասեր, տրեյնինգներ, պատճառելով աշխարհով մեկ կապը հաստատվի եւ ես սովորեցի թե Պարսկաստանում իմ master degree-ն սկսեցի շարունակել, թե դասեր սկսեցի վերցնել ստեղից։ Այո, on-line եւ հետո գնացի քննություններս հանձնեցի Պարսկաստանի կողմից իրենց ունեն այնտեղ դե հոգեբանական, հոգեթերապևտիկ մասնագետների, ինչպես ասած, system organization ունեն հատուկ, որպեսզի ստուգման ով կարող է որ հոգեբանը կարող է դառնալ հոգեթերապևտ եւ այդ հոգեթերապևտ դառնալու համար բավականին երկար ճանապարհ, երկար ուսուցումներ, քննություններ, հարցազրույցներ են պետք, վերջը գնացիմ դա ստուգվեցիմ, ընդունվեցիմ, դա էլ լավ ձեռք բերում էր, քանի որ Պարսկաստանի հոգեբանությունը շատ ուժեղ է, ես շատ հպարտ եմ, որ իրենց հետ բավականին բարձր մակարդակի ներկայում դե York University հետ կամ Glasgow University հետ եմ աշխատում, նորեն աշխատում եւ շարունակում որպես researcher կամ PhD սեմանում, այդ զգալի է, այո, իրանց հետ որպես եւ զգում եմ, որ ուրախ եմ Պարսկաստանից այսքան գիտելիքներ ձեռք բերելու համար։ Այո, իրանք ուժեղ են, կրթության մեջ շատ արագ են առաջանում եւ տեսեք արդեն ես 40 տարի մոտ Պարսկաստան ծնվել մեծացել եմ, հիմա ասում եմ իրենք, տեսնում եք ինչպես է ստացվում, այո։ Այո։ Շատ ճիշտ է։ Իսկ դուք վերաբադրաստվեցիք այդ COVID-ի ժամանակ, հետո ինչ անելու համար։ Հա, ես հիմա ունեմ հիմնել ենք emotion focus therapy Դուք եք հիմնել։ Այո, ես եմ հիմնադիր տնօրենը, հոգեթերապևտիկ ուղղություն եմ,
Իրականում, այսպես ասեմ, ես չսովորեցի, որ սա հիմնենք, շատ սիրով սկսեցի սովորել հույզերի վրա կենտրոնացված հոգեթերապիայի ուղղությունն է։ Արդեն 45 տարի է աշխարհում կա, մենք արդեն 20 տարի ավել է Պարսկաստանում կար, ծանոթվել ենք։ Ինչական գազագերբություն է ինքը։ Ինքը այո, համաշխարհային կազմակերպություն է, իր հիմնադիր անդամների կողմից հիմնել են ուղղությունը, հիմնադրվել է կենտրոնը, ինչպես ասած, համաշխարհային համակարգը եւ իր հիմնադիր եւ համահիմնադիր անդամների միջոցով հսկում են աշխարհի բոլոր երկրներում emotion focused therapy աշխատող հոգեթերապևտներին, ուսանողներին, researcher-ներին եւ զարգացնեն, տարածեն։ Ես նախ սովորեցի որպես արդեն հոգեթերապևտ էի Պարսկաստանից, նախ CBT cognitive behavioral այդ ուղղությամբ ես ստացա իմ իրավունքս եւ հետո սկսեցի շարունակել emotion focused therapy ուղղությամբ, երկրորդ անգամ նորեն հանձնեցի քննությունս, երկրորդ անգամ նորեն փոխվեցի այս ուղղությամբ նաեւ, որովհետեւ այնտեղ այդպես է ինչ ուղղության, որ աշխատում են, պետք է այդ ուղղության ստանան իրենց աշխատանքի վկայականը։ Եվ հետո արդեն 2023-ին մտածեցի անցնեմ միջազգային իրենց տրեյնինգներին մասնակցեմ, միանամ միջազգային համակարգին, այդպես որ գնացի Կիպրոս, այնտեղ համալսարանում նախապատրաստական փուլը անցկացրեցի, հետո ինքը պրոֆեսոր Գրինբերգը Կիպրոս էր ժամանելու եւ իր հետ առաջին մակարդակը իր հետ ունեցամ տրեյնինգը Կիպրոսի համալսարանի եւ Կիպրոսի EFT ինստիտուտի միջոցով կազմակերպված այդ առիթին ու այդպես սկսեց իմ միջազգային ճանապարհս, հետո շարունակեցի երկրորդ, երրորդ փուլերը տարբեր տեղեր ու այդպես արդեն երբ որ հաստատվեցի որպես թերապևտ իրենց կողմից, միջազգային համակարգի կողմից որպես EFT թերապևտ մտածեցի Հայաստանում մենք չունենք այս կենտրոնը, չունենք այս ուղղությունը, ես գործընկերներիս մոտ երբ որ խոսում էի, չէին իմանում EFT-ին, չէին լսել։ Պարսկաստանում կար։ Այո, 25 տարի մոտ։ Իսկ ստեղ չկար։ Չկար, ոչ։ Եվ ես բացատրում էի, որ ինչ է, ինչպես է աշխատում, կամաց Եվ այնպես որ առիթը եղավ, հայտնեցի ISFT-ին, International Society for Emotion Focused Therapy-ն է, համաշխարհային համակարգը, եւ շատ ընդառաջեցին եւ ասացին առաջին հայալեզուն ես դու եւ հայ մեր ընդհանուր համաշխարհային համակարգում առաջին գրանցված հայը, առաջին հայախոս EFT թերապևտը եւ դա շատ գնահատելի էր ու Արդեն այդպես հիմնեցինք ինստիտուտը Երբ էր այդ 2024-ին հունիսին արդեն խոսեցինք, հուլիսին ընդունվեցինք եւ հոկտեմբերին ես արդեն Հայաստանում որպես ՍՊ միջազգային ինստիտուտ գրանցեցի եւ աշխատում ենք մինչեւ հիմա անցկացրել ենք մեր առաջին մակարդակ international միջազգային տրեյնինգը հոգեբանների համար։ Ով է գալիս ձեր մոտ, որ ավելի հստակ հասկանանք մենք, որ այդ հոգեբաններ բնակավարի մոտիկ չեն։ Այո։ Հոգեբաններ, որ Հայաստանում ավարտել են կամ աշխատում են իրենք հիմա արդեն։ Այո, հոգեթերապևտներ են կամ ուզում են, որ արդեն հոգեթերապևտ դառնան, բայց ունեն հոգեբանական կրթություն համալսարանում։ Սա իրականում մենք ասում ենք registered psychologist-ների համար է։ Բայց Հայաստանում քանի որ չունենք դժբախտաբար այդ համակարգը հոգեբանների համար, որը հույս ունենք շատ շուտով պետք է լինի, այո, աշխատում են մեր մասնագետ պրոֆեսորները բարձրաստիճան եւ շուտով կազմու կանոնը մտցնելու են հույս աստծո։ Սա registered psychologist-ների համար է, բայց քանի չունենք խոսեցի, որ դե երկիրն այսպես է իր կանոնները, կարողանան կանոններին համաձայն ամենալավերը տրեյնինգներ անեք։ Այո։ Հիմա գալիս են ձեր մոտ, որպես փոքրիկ դպրոց, չէ՞։ Կենտրոն ունեք, գալիս են ամենօրյա է, ինչպես է։ Ոչ, տրեյնինգները հայտարարվում է, միջազգային տրեյնինգներ 4 օրվա սեղմված շատ տրեյնինգներ, բայց արդեն մեր մասնագետները որ գալիս են, գիտեն այդ 4 օրով իրենց բավարար չի եւ ունենք շարունակական շաբաթական հանդիպումներ։ Դուք եք անում այդ հայերը։ Հայերեն ես եմ անում, միջազգային տրեյնինգը, միջազգային տրեյնինգ ավարն է անում, ես դեռ այդ մակարդակի։ Կանչում եք դրսից, հա։
Այո, դրսից։ Ու ինչքան ժամանակ ամիսը 1, 6 ամիսը 1։ Ոչ, արդեն ուշ։ Մենք հիմա անցյալ տարի հոկտեմբերին առաջին level 1-ը ունեցանք։ Հիմա ապրիլի 10-12 մայիսի 29-30 մեր երկրորդ level 1-ն է եւ կարծում եմ որ 2027-ին էլ չենք ունենա level 1։ Արդեն դուք կնեք ստեղ։ Մյուս տարին աստով եւ ունենք երկրորդ level-ը տարվա վերջի հոկտեմբերին ծրագրված արդեն ներկայացնելու ենք EFT-ին դեռահասների հետ աշխատելու համար այդպես բավականին շատ աշխատանք կա որովհետեւ բոլոր լրիվ նոր է EFT-ին այստեղ եւ ինքը ունի բավականին տարբեր թե զույգերի համար, թե ծնողների համար, ընտանիքի, երեխաների, այո։ Բայց դուք ուղիղ շփում չունեք այդ մարդկանց, դուք շփումը հոկեբանների հետ կամ հոկեբուժների հետ է ձեր տրեյնինգը։ Դուք ունեք շփում ուղիղ մարդկանց հետ։ Ունեք նայ։ Այո, որովհետեւ հոկեթերապևտ ընդունում եմ այցելուներ, այո, թե առանց կենտրոնում, հա։ Թե կենտրոնում, թե այլ հոկեբանական ծառայությունների կենտրոնում այնտեղ իրանց մոտ գրանցված դուք եւ մի քանի հոգի ունեք թե միակ դուք եք առայժմ Հայաստանում միայն որպես EFT թերապևտ ես եմ օգնական ունեք այսինքն ոչ միայն դուք եք միայն ես եմ բայց supervisor-ները այսինքն մասնակիցներ ովքեր որ արդեն անցել են իրանց առաջին level training-ը եւ անընդհատ արդեն 1 տարի ավել է իրենք շաբաթական հաճախումներով թե online թե in person շարունակում են դասերը, սովորում են եւ արդեն որ երկրորդ level-ն էլ իրենք անցկացնեն հույսով կունենանք որ աշխատող հոկեբաններ ընդունված EFT ուղղությամբ որոնք արդեն supervisor կլինեն եւ կկարողանան Պատշաճ շարունակենք այսինքն հավասար միասին կարող եք դուք էլ շարունակել գոհեք իրանցից այո շատ լավ մագարտագից ընկալումից ցանկությունից ավելի լավը լինելու այո վստահ եմ ավելի նոր սերունդի հետ եք ծեր կապը ոչ թե հին սերունդի հետ ավելի ցանկություն ունեցող որ ավելի գադարելակորձեն դառնան միջազգային մագարտագի ճիշտ է այո միակ ունենք այդպես չի որ բոլորը շատ երիտասարդ լինեն ունենք շատ համասարանի պրոֆեսոր ունենք PhD մակարդակի բավականին դասախոսներ եւ շատ հաճելի է հպարտանք եւ շատ թե նոր ուսանողներ կան որ նոր են ավարտել իրենց մագիստրատուրան եւ թե ունենք պրակտիկ հոկեբաններ եւ ասեցի արդեն դասախոսներ բարձրաստիճան արդեն խումբի մեջ են եւ այնպես որ երկու ինչպես է generation սերունդ այո Իսլանդիան 24-ին սկսակ հիմա շատ գոհ ձեր արդյունքներից իհարկե եւ հաջորդ փուլը ինչ եք ուզում ավելի զարգացած լինի ձեր գազագերբության մեջ գոհ ասելով դեռ մենք շատ նոր ենք շատ մարդիկ դեռ չեն ճանաչում չգիտեն կամ չեն ընկալում այդպես որ երևի թերությունը ինձանից է շատ չեմ այսպես եթե դուրս եկի առիթ չեմ ստեղծել Իդեալնեք երևի այսօր կովազն աշխատում ամենգոմը մարդիկ որ հետաքրքրվում կապնվում են ես բավականին շատ բացատրում եմ եւ վերջը Հայաստանի փոքր երկիր համեմատաբար գոհ ենք աշխատանքը շատ է եւ հույս ունենք որ ավելի շատ մարդիկ ներգրավեն սովորեն եւ ինչի ներգրավեն սովորեն որ առիթը այսինքն արդյունքը կարողանան վայելեն թե իրենք եւ թե ժողովուրդը որ դիմում են հոկեբանների քանի որ հզոր ուղղությունը արդյունքը շատ լավ ինքը evidence based approach է այսինքն այդպես չի հիմնվել է հետո սկսել են հետազոտություններ արդյունքները գիտեն արդեն արդյունքները տարբեր փորձեր որ ինչն է պատճառ լինում այցելուի մեջ ամենադրական փոփոխությունը կատարվի ինչպես է այդ այցելուի գործընթացը փոփոխման գործընթացը անցնում այո եւ ամենադրական տարերը այստեղ ներգրաված է EFT-ում եւ
բավականին հետազոտությունների արդյունքն էլ որ անընդհատ կատարվում է արդեն APA-ի կողմից շատ ինքը կարևորություն են դարձնում EFT-ին վերջի տարիներում, քանի որ ամեն նոր բոլոր գրքերը իրենք են տպագրությունը հանձն առնում, թեկուզ վկայականը APA-ի կողմից իրենք approved են անում, ընդունված վկայական է եւ հետազոտությունները որ արդեն գրանցվում է, տպագրվում է դուրս է գալիս, չգիտեմ բառը ինչպես ասեմ, հրատարակվում է, այո, շնորհակալություն։ Միայն հրատարակվելը չի, այդ որտեղ է հրատարակվում, որ ժուրնալների մեջ ումերի կողմից է ընտրվում։ Ով է տեսնում այդ, ով է կարդում։ Այո, դա տեսնում ենք, որ բավականին EFT-ի աճը այդտեղ ու իր դրական հետևանքները, արդյունքը Պարզ է ու արագ է նաև եւ շատ արագ, այո, եւ շատ արագ արդեն մենք ունենք կարծում եմ 52 ինստիտուտ տարբեր երկրներում, որ ներկայացուցիչներն են EFT-ի, ինքը դե հիմնականում York University-ում է հիմնվել, քանի որ իրենք դոկտոր Greenberg-ը, հետո Robert Elliott-ը, Gene Watson-ը, Rhonda Goldman բոլորը այդտեղ են, բայց աշխարհում համարյա 52 հատ ինստիտուտ ունենք 40 ինչքան երկրներում 42 երկրներում եթե չեմ սխալվում ինստիտուտներ ունենք եւ բոլորը անդադ հետազոտության աշխատանքների մեջ են եւ այո շատ արագ է զարգանում Ապրեք լավ աշխատանք եք տանում ու մի բան որ Հայաստանում չկար եկաք դուք որպես հայրենադարձ ավելացրեցիք ու սեղանի վրա դրիկ այդ ամենալավը հայրենադարձության մեջ որ մենք բերում ենք նաև որոշ բաներ որ չկան Հայաստանում ու ավելացնում ենք ու զարգացնում ենք երկիրը վերադառնալով հայրենադարձության հետ կապված դուք Բարսկաստանից եք ես միշտ ասում եմ Բարսկաստանից կարելի է հայրենադարձել ավտոյով այսինքն շուտով որոշում ես գալիս ես ստեղ այսինքն իսլամական հեղափոխությունից հետո եկան շատեր բայց նաև շատեր գնացին Ամերիկա ընթացքում էլ շատեր եկան ցավոք սրդի կարելի ասել մեր ամենալավ հարևանը Հայաստանի միշտ փախումների մեջ է միջազգային անարդար ես կարելի ասել ցավոք սրդի ու իրենք այդ բոլոր հեղափոխությունի ժամանակ ոչ մի սխալ բան ուղղություն ունեցան հայերի հանդեպ հայերի թեմ միշտ եղած են բարեհամբույր մենք այս հարևանը պետք է շատ լավ բահենք բայց ցավոք միջազգային իրենց վրա ուզում են վատ ուղղություններ դանել բայց հայերի բահով շատ հանգիստ կարելի է հայրենադարձել այսօր ծեր օրինակը Թեհրանում շատ լավ օրինակ է ինչպես Թալինը մի օր ոտքի գանքնեց ու գնաց այսօր ընդեղ ավելացրել է ինչ որ բան ինքը ապրում է իր հայացի կյանքով իր քրիստոնյա կյանքով իր նորմալ ճանապարհներ վրա քայլելով որպես գին աղջիկ եւ ինքը ապրում է այդ կյանքը որ ինքը միշտ անդանիքի մեջ երազում էին ու մեր նախահայրերն էին երազում այսօր հույսով եմ այս վիճակներու մեջ շատ ավելի մարդիկ որոշեն ու այդ ավտոն նստեն ու հայրենադարձեն ու նաև գաբը բահեն ընդեղի հետ ոչ ոք չի ասում ծննդավայրի հետ գաբը չկա բայց ապրելը Հայաստանում ու գաբը բահելը դրսի հետ շատ կարևոր բան է ապրենք Հայաստանում բոլորս միասին ինչ ունեք ասելու ծեր համայնքին ընդեղի շատ մարդիկ ճանաչում վստահ իսկ դուք գիտեք որ ովքեր կարող են գալ բայց չեն գալիս ինչ ունեք ասելու Դե ես շատ փոքր եմ իրենց խորհուրդ տալու համար ես կարող եմ մի երկու գոնե վախ կամ մտահոգություն որ իրենք հանկարծ ինձ հետ կիսվել են օրինակ մեկը լեզվի պատճառն է հայերեն ենք խոսում բայց մի քիչ տարբեր քան Հայաստանի բայց դուք էլի նաև արևելը հայերենը այո բայց մտածում են դպրոցում երեխաները դե մենք դրանք բոլորը պարսկերենով ենք սովորում ֆիզիկա, քիմիա, այլ եւ այլ դասերը եւ օրինակ այսքան լավ հայկական դպրոցներ ունենք դժվար է լինում մեր երեխեքի համար որ գան այդ ծանր դասերը բոլորը հայերենով սովորեն այդ բառերը որ երբեք իրենք դե սովորական խոսակցության մեջ չեն օգտվում մեկը կարող եմ ասեմ եթե քան էլ կարևոր չլինի բայց
իրական ծնողների համար կարևոր է որ երեխերքի այդ դասը, բայց ես կասեմ որ դա այնքան էլ դժվար չէ, ես տեսնում եք հիմա էլ հանկարծ բառ չեմ իմանում կամ ասում եմ եթե սխալ եմ ասում, միշտ իմ շփումների մեջ թե ընկերական թե դասարանում ընթացքին միշտ ասում եմ ինձ խնդրում եմ ստուգեք ճիշտ եմ ասում եւ ասում են այո կամ Թալին ջան այսպես ենք ասում մենք լավ սովորում ենք մի քիչ դժվար է լինում բայց դա հնարավոր է բայց վերջո հայրենիքում ես չեմ կարողանում բառով փոխանցեմ երևի մասնագիտությամբ էլ դա է մենք ասում ենք խոսելով ու գլխով չի պետք է նախ թերապևտը ինքը այդ զգա եւ կարողանա գործը այսինքն այդ experiential-ը շատ կարևոր է նույնը այստեղ իրենք պետք է զգան գան չէ որպես տուրիստ միշտ գալիս են որպես տուրիստ տեսնենք ինչպես է եւ գնանք հետո գանք չէ միջև քանի որպես տուրիստ գան եւ տեսնեն ինչպես է կգնան էլի չեն կարողանա որոշեն գալ բայց պետք է հստակ գան մեջը մտնեն այս կյանքի այստեղ հետո հաջող կստանան եւ այդ քաղցրությունը զգան դժվարությունը խոչընդոտներն իրանց համար հաճելի առիթներ ոնց որ աճի առիթներ է դառնում չեմ կարող որևէ բառով ասեմ ինչ մտքի եւ հոգու խաղաղություն են իրենք ստանում Եթե ստեղ կանա այո բայց պիտի կան ու մնան հետո ստանան եւ զգան այսինքն գան մտածեմ որ ես 20 օր չի որ այստեղ եմ 30 օր կամ չգիտեմ 3 ամիս չի որ մնալու եմ անհայտ ժամանակ Իսկ այդ լեզվի խոչընդոտը բոլորը շատերը եկան ընդեղից այդ խոչընդոտը անցանք բոլորս Ամերիկայից եկան Կանադայից Լիբանանից Սիրիայից բոլորը ընդեղ արաբերեներ այստեղ բարձկեն այդ խոչընդոտը շատ փոքր բան է այսօր թոմադաձեմ որ իրենց գողքի արևանները լիքը Գերմանիա գնացին Ամերիկա գնացին նույն ցևով չէ իրենց երեխեքը բարձկերեն էին սովորում բայց ընդեղ որ green card են ստանում հիանում են գնում են բայց ստեղի բահով շատ քիչ փոքր խնդրեմ է այդ եթե բայց բادرվագա չի գալու այդ արդեն Ես ասում կարճի որ ոնց որ մեկ անգամ փորձեն այդ հայերենը չգիտեմ ինչպես թռնեն այդ ծովի մեջ թռնեն հետո լողալուց գդականան այո Շատ շնորհակալ եմ Թալին ջան այս լավ զրույցի համար ծեր օրինակը վստահ եմ շատերը կտեսնեն ու կորոշեն կան կհիմնեն ինչ որ բան ու կփոխեն մեր երկիրը թեպի լավը ու հետագայում կխոսենք նաև ծեր ուրիշ ծրագիրների մասին վստահ եմ որ ծեր այս երանթով շատ բաներ կանեք դուք Հայաստանում շնորհակալ եմ շատ շնորհակալ եմ